Զինծառայողի անվտանգությունը միայն զենքի կամ մարտական իրավիճակների հետ կապված հարց չէ, այն ներառում է նաև հոգեբանական վիճակը, ծառայողական հարաբերությունները, անվտանգության կանոնների պահպանումն ու վերահսկողության արդյունավետությունը։ Առաջին օրերը բանակում յուրաքանչյուր երիտասարդի համար տարբեր են։ Ոմանք արագ են հարմարվում, ոմանք էլ դժվարությամբ։ Հոգեբան Իրինա Ծատուրյանը բանակ մուտքը համեմատում է առաջին դասարան գնալու հետ, ընդգծելով, որ բոլորն անցնում են նույն ճանապարհով, բայց յուրաքանչյուրն այն ապրում է իր ձևով։ Երբ որ գալիս է դպրոց, գալիս է նոր աշակերտ, դասարանն արդեն ձևավորված է լինում։ Այստեղ գալիս է ես եւ խումբը կոնֆլիկտը։ Խումբը ձևավորված է լինում, գալիս է նոր մարդ։ Այդ նոր մարդը միջև ընտելանում է, կոնֆլիկտները անխուսափելի են։ Բանակային միջավայրում ձևավորվում է ընկերություն, վստահություն եւ փոխադարձ աջակցություն, սակայն երբեմն առաջանում են տարաձայնություններ։ Հոգեբանի խոսքով զինվորի վարքագծի նույնիսկ փոքր փոփոխությունները, մեկուսացումը, շփումից խուսափելը կամ ախորժակի կորուստը կարող են վկայել հոգեբանական խնդիրների մասին։ Սակայն միևնույն ժամանակ նա ընդգծում է յուրաքանչյուր զինվորի պահվածքի ետևում կա իր անձնական պատմությունը։ Խոսքի մեջ կարող է ասել տոզզվել է մեզ կյանքից, սկե ապրել ես չի գալիս, նման արտահայտություններից արդեն մենք հասկանում ենք, որ տղան գտնվում է կոնֆլիկտային իրավիճակի մեջ, բայց դա պարտադիր չի զորամասի պատճառով։ Կարող է ընկերուհին զանգել եւ ասել, որ մենք էլ միասին չենք, մենք դա էլ պետք է զանազանենք։ Կամ տնից զանգել են, ասել են մամաց շատ ծանր հիվանդ է։ Համար պետք է լինի մեկը, որ տղային հարցնի, ինչ է հետդ կատարվում։ Ամեն ինչը քսել միայն զորամասի վրա դա չի կարելի, որտեղ ամեն մեկը գալիս է իր խնդիրներով։ Նույն զորամասում ամիսներ շարունակ միասին ապրում են տարբեր ընտանիքներից ու տարբեր բնավորություններով երիտասարդներ եւ այդ տարիքում ըստ հոգեբանի ինքնահաստատման եւ խմբում սեփական տեղ գտնելու ձգտումը հաճախ ազդում է զինծառայեկիցների փոխհարաբերությունների վրա։ Կարևոր մղումներից մեկը դա դոմինանտելու մղումն է, երբ որ մի անձը եւ առհասարակ մարդկությունը այդ խնդիրը ունի իշխելու դոմինանտելու, իսկ այդ տարիքում ավելի եսանոր է սկսում ձևավորվել եւ ամեն մեկը ուզում է մյուսի վրա անպայման իշխի, որի հետևանքով բոլորը նմանվում են լուցկու տուփի, որ միանգամից կարող են բռնկվել։ Պատերազմի օրերին շատ երիտասարդներ դեռևս զինծառայող չդառնալով փորձում էին աջակցել բանակին, հավաքելով անհրաժեշտ պարագաներ, օգնելով սահմանին կանգնած զինվորներին։ Սակայն որոշ ժամանակ անց նույն այդ պատանիները հայտնվելով բանակում կարող են բոլորովին այլ պահվածք դրսևորել։ Հոգեբանի համոզմամբ քաղաքացիական կյանքից զինվորական ծառայության անցումը միշտ չէ որ հեշտ է եւ հենց այդ փուլում է կարեւոր ժամանակին նկատել դժվարությունները։ Բացատրվի ազգաբնակչությանը, որ երեխաները պետք է պատրաստ լինեն ծառայելուն։ Նաև անպատժելիություններ շատ մեծ նշանակություն ունի սխալ վարքի մեջ։ Իրենք պետք է պատժվեն, ամեն մեկը պետք է իմանա, որ եթե որևէ ոտնձգություն է նա ենթարկում իր ընկերոջ նկատմամբ, ինչ ոտնձգություն ուզում է լինի, տարբեր են, հոգեբանական է, սեռական է, ֆիզիկական է, դրա համար նա շատ ուժեղ պատժվելու է։ Իսկ ինչպիսի խնդիրներ են առավել հաճախ արձանագրվում հենց զինվորների միջև հարաբերություններով եւ ինչ պատկեր է արձանագրում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Փոխհարաբերությունների հետ կապված խնդիրները առնչվում են ոչ կանոնադրային հարաբերությունների առանձին դրսևորումներին, ինչպես նաև հոգեկան ճնշման, զինծառայողների միջև անհարգալից վերաբերմունքի, կոնֆլիկտային իրավիճակների ոչ ժամանակին բացահայտման եւ դրանց ոչ պատշաճ արձանագրման ու արձագանքման հետ։ Վանուհի Կարապետյանի խոսքով խնդիրների կանխարգելման գործում կարևոր դեր կարող են ունենալ նաև դպրոցից ներկայացվող բնութագրերը։ Այն բնութագրերը, որոնք որ ստացվում են զինծառայողների նորագոչիկների մասին, հնարավորինս օբյեկտիվ պետք է արտացոլեն զինծառայողի վերաբերյալ տեղեկությունները, որովհետև միայն այդ պայմաններով, այդ դեպքում է հնարավոր նպատակային աշխատանք իրականացնել նորագոչիկի հետ։ Մինչդեռ այսօր այդ բնութագրերը հիմնականում տիպային ձևական բնույթ են կրում եւ դա խնդիր է։ Նրա խոսքով յուրաքանչյուր դիմում մանրամասն ուսումնասիրվում է, անհրաժեշտության դեպքում իրավասու պետական մարմիններին ուղարկվում են պարզաբանումների պահանջով գրություններ, իսկ ուսումնասիրությունների արդյունքներով ներկայացվում են ինչպես անհատական, այնպես էլ համակարգային առաջարկներ խնդիրների լուծման եւ նման դեպքերի կանխարգելման նպատակով։ Միաժամանակ Կարապետյանը արձանագրում է ՄԻՊ աշխատակազմի վիճակագրական տվյալների համաձայն 2025 թվականին զինծառայողների իրավունքներին վերաբերող ստացված բողոքների շուրջ 70%-ի մասով արձանագրվել է դրական լուծում։ Ըստ պաշտոնական վիճակագրության 2025 թվականին զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել, իսկ ծառայության հանգամանքներում գրանցվել է զինծառայողների մահվան 9 դեպք նախորդ տարվա 27-ի դիմաց։
Դրանց թվում եղել են ինքնասպանության հասցնելու պաշտոնական անփութության, բուժաշխատողի մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման, կայծակնահարության եւ հիվանդության հետևանքով մահվան դեպքեր։ ՄԻՊ-ի տվյալներով ստացված շուրջ 900 բողոքի 7%-ը վերաբերել է վատ վերաբերմունքի, բռնության եւ կարգապահության ապահովման խնդիրներին, իսկ 0.2%-ը ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին։ Կարապետյանի խոսքով վերջինս հաճախ հանդիպող խնդիրներից է։ Ամենացավալի խնդիրը, որի հետ բախվում ենք, դա խաղաղ պայմաններում մահվան դեպքերն են բանակում։ Պաշտպանը նմանատիպ դեպքերում պարզաբանումների պահանջով սեփական նախաձեռնությամբ սկսում է ուսումնասիրման գործընթաց։ Պարզաբանումների պահանջով գրություններ է ուղարկում գլխավոր դատախազություն, պաշտպանության նախարարություն, փորձում ենք հասկանալ դեպքի առնչությամբ ինչ գործողություններ է արել յուրաքանչյուր մարմին իր իրավասության, իր լիազորությունների շրջանակում եւ ըստ այդմ էլ արդեն մեր հետագա գործողություններն են կանում կամ հետևությունները եւ հանդես գալիս առաջարկներով։ Ըստ Կարապետյանի լուծում ստացած դեպքերը հիմնականում վերաբերում են զորակոչման եւ զինծառայության շրջանում առողջության իրավունքի պահպանմանը, կենցաղային պայմանների ապահովմանը եւ այլ խնդիրներին։ Թեև դեռևս լինում են դեպքեր, երբ զինծառայողները դժվարանում են օգնություն խնդրել կամ բարձրաձայնել իրենց առնչվող խնդիրների մասին, սակայն նրա գնահատմամբ նախորդ տարիների համեմատ դրական տեղաշարժ արդեն նկատվում է։ Ավելի հաճախ խնդիրների մասին բարձրաձայնում են ինչպես զինծառայողները, այնպես էլ հրամանատարական անձնակազմը։ Մասնագետների համոզմամբ բանակում անվտանգ ծառայության կարևոր պայմաններից են ոչ միայն կարգապահությունն ու վերահսկողությունը, այլև հոգեբանական աջակցությունն ու փոխադարձ հարգանքի մթնոլորտը։ Իսկ խնդիրների վաղ հայտնաբերումն ու դրանց հասցեական արձագանքը կարող են էական դեր ունենալ ինչպես զինծառայողների իրավունքների պաշտպանության, այնպես էլ ոչ մարտական միջադեպերի կանխարգելման գործում։ Էլեն Խուդան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։